կատարման ձևը ինքը շատ հեշտ է, ինքը երազային է, թեթև է, պետք է իրան դարձնել նպատակ։ Իրական նպատակների ու տարիների փորձի մասին է 7 աստիճան գիրքը։ Գյումրիում տեղի ունեցած շնորհանդեսին գրքի հեղինակ գործարար Տիգրան Մինասյանը, ինչպես ինքն է նշում, պատմեց իր անցած ուղու գործնական սխալների մասին, որոնք որպես փորձ ներկայացված են գրքի տողերում։ Այս գիրքը մոտավորապես երևի թե իմ ամբողջ կյանքի ամփոփումն է, այսպես ասած, որովհետև գաղափարը ծագել է դեռևս շատ վաղուց, ուղղակի անընդհատ նորը գտնելու, լավը գտնելու, իրեն ավելի լավը դարձնելու համար վերջապես որոշեցի, որ մի օր իրան ավարտուն տեսքի բերեմ։ Գիրքը 7 աստիճանների մասին է, ինքը ավելի շատ ուղղվածությունը դեպի բիզնես է, բայց կարելի է կիրառել նաև ցանկացած մարդու ցանկացած նպատակ դնելու եւ այդ նպատակին հասնելու, այսպես ասած, գործընթացում։ Իսկ հարցին, թե ինչու գիրքը վերնագրվեց հենց 7 աստիճան, Տիգրան Մինասյանը պատասխանում է. 7 աստիճան, որովհետև մի քիչ ինձ այս գաղափարը գրքի Աստվածաշունչն է ոգեշնչել եւ նաև այդ սիմվոլիկան պահելով այդ 7 աստիճաններ են ամբողջ համապարփակ օղակը փակում են, որ մարդը կարողանա հասնել իր վերջին 7-րդ աստիճանին, որի իմ գրքում գերազանցությունն է։ Գիրքը ծնվել է տարիների փորձից ու մտորելու տեղիք է տալու յուրաքանչյուր ընթերցողի, վստահեցնում է գրքի խմբագիր Անի Միրաքյանը։ Վերջինս նաև Տիգրանի կինն է ու գրքում գրված յուրաքանչյուր տող ամփոփում է նաև այն փորձն ու պատմությունը, որի ականատեսն ու ունկնդիրն է եղել նաև ինքը։ Փորձել եմ չհեռանալ որևէ կերպ հիմնական մտքերից, որևէ ձևափոխում չանել։ Գիրքը սովորական գիրք չէ, կարծում եմ յուրաքանչյուր ընթերցող այնտեղ կգտնի իրեն, որովհետև գիրքը միայն բիզնեսի մասին չէ, գիրքը զարգացման ճանապարհի մասին է, թե ինչպես կարելի է զարգանալ, ինչպես կարելի է վերել կապրել եւ դեպի ուր գնալ։ Գրքում չեք գտնի պարզապես սովորական ինչ-որ լուծումներ, գրքում դուք կգտնեք հարցեր, հարցադրումներ, որոնք ծնվում են յուրաքանչյուրի սրտում եւ ավարտվում են մեր մտքում, դուք կարծում եմ կսիրեք այդ գիրքը։ Առաջ ինձ թվում է, որ ինքը այնքան հեշտ է լինելու, ես գրելու եմ, ավարտելու եմ եւ հանձնելու եմ, այսպես ասած, ընթերցողի տատին, բայց սա այն պահն է, երբ դու այդ քաջությունը քո մեջ գտնում ես եւ քո մտքերը հանրայնացնում ես եւ իհարկե կարող է որոշ մարդիկ համաձայն լինել, որոշ մարդիկ համաձայն չլինեն, ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ գիրքը դառնա նաև քննարկման, կիսվելու եւ մեկը մեկին ինչ-որ մտքեր փոխանցելու պատճառ եւ առիթ։ Գրքում Տիգրանն ասում է, իսկական ստեղծողը երբեք չի ասում ես ավարտեցի, նա ասում է ես պատրաստ եմ հաջորդ լույսին։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ուրախ բերչը։ Շտե ելանք, ընկանք ճամպա։ 30 տարի անընդմեջ Արշավիր Գրիգորյանը ճամպա է ընկնում Գյումրիում։ Ականատես լինում 1000 ու մի ծիծաղաշարժ դեպքերի, երբ խոսում են Գյումրվա հումորի մասին, պետք է հաշվի առնել կաբանահյուսության մի առանձին շերտ, որ ծնվում է հենց ղեկին։ Գտանի ճամպան նորից իմ լենական, ինչ խես գյումրեցի իմ բարեկամ։ Ոչիշ, լավ եմ, շնորհակալություն, լավ ես։ Գյումրու երթուղայիններում ամենատարբեր մարդկանց կարելի է հանդիպել։ Օրինակ մի պապիկի ում անձնագրային բաժանմունքն է պետք ու տեղը չգիտի։ Հասայի ծնուտ սաղ պասաժիր իջել են մեքենան պապը մեջն է, վայ, հիշեցի որ պասպորտ սեղան իջցեն է, ես չիդի որ ինքը չի դեր տեղը։ Բայց չասանք չեսի պապ, անցել ենք։ Ինչ խորսի լավ հետերտելուց գիջցեն են, վերև գալուց ընձի չիջցրիր։ Պապ ջանսի պասպորտ սեղանը նես էին տարե։ Իջավ կնաց։ Գյումրեցի վարորդները պարզապես շոֆերներ չեն, նրանք քաղաքի գլխավոր փիլիսոփաներն են, ինֆորմացիոն կենտրոնն ու ամենակծու երգիծաբանները։ Սովորություն կա, չէ, դանդատ կանգառնից դուս կկանգնիկ բան, ջայել տղեկ են ընդունվել շոֆերա, մարդսպես է բան եղնի, մեկ անգարի մեջ 3-4 տեղ կկայնինք, նեղվենք, սիտաղեք չան, մի նեղվեք, դիգի օգուտ մեզի է, վինչի, Եկսեմ որ եթե մարդը սկսեց միջև կանգարից կանգար քելը երկնա չնստի մեր ավտոները, մենք պասաժիր չենք ունենա։ Իսկ ինչ պիտի անի վարորդը, եթե ուղևորը առևտուրը թողնում է երթուղայինում ու շտապում հնարավորինս շուտ կանաչի գնելու։ Գնաց տադը չկա, մեջը լիքը մարդ է, ինչ են այն ժամանակ մենք չունենք որ երկրորդ ավտոկար, դիսպեչեր, կոնե սումկեն թողա իրա մոդը։ Ստիպված քիչ գնացի սումկեն վերցրի մոդս, ռաֆ ավտո երթերի ստեղ մոտորի վրա։ Եկա հասա 58 ետ տարա ինչ են, հեռախոս է չկար տղեկի վերջը, եկա շուկա ակին է կայնա մինչև նորից ուղևորը տեղավորվավ բան,
Այդ շարժվելու պահին մեկ այդ կինը եկավ, տաստեմ կանանչը ծերը։ Եկավ սիրուն սունկեն տվի տեղավորեց վեշերը բան, Վալա ջան, խոմ չուշացա, չէ, տաճ ջանքսիմ, տոշնի վաղտին եկել ես։ Մայլից մայլաձգվող հումորների ֆենոմենը նոր չի ծնվել։ Հին Ալեքսանդրապոլում քաղաքային հումորի արկաները ֆայտոնչիներն էին։ Գյումրի քաղաքում շատ կառապան կար։ Ֆայտոն Ալեկը մեկն էր նրանցից։ Կարելի ասել ամենաառաջի տաքսիստ էսպես ասած եղել է ֆայտոնջի Ալեկը։ Ֆայտոնը դա կարգն է եւ կառապանն է ֆայտոնջին է։ Պետք է ասել, որ այս բառերը նույնիսկ տաքսի, ֆայտոն, իհարկե փոխառնված են։ Քաղաքի էլիտան կարելի ասել նախընտրում էր հենց ֆայտոն Ալեքի կարգը։ Նույնիսկ այն օրերին, երբ հոգնածությունից այլևս աշխատելու ցանկություն չէր ունենում, բավական էր լսել, որ քաղաքում հատուկ իր ֆայտոնն են նախընտրել մյուսներից եւ հոգնածությունը ֆայտոն Ալեկը կմոռանար ու ոգևորությամբ կլծվեր գործին։ Եվ ասում է, հա, դա պատվի հարց է, ասոբի ֆայտոն, այդ դեպքում որ նշանացի սիրտը այսպես չնեղանա, ես համաձայն եմ, լծվեք, նստեք եւ ես ձեզ կտանեմ։ Այսինքն ինքը շատ կարեւորել է իր դերակատարումը, բայց ֆայտոններին եկան փոխարինելու տաքսիները, ձիերին թողնելով միայն զբոսաշրջային հաճույք մնալու կոչումը։ Բայց իհարկե ֆայտոն Ալեկի համար երկար ժամանակ անընդունելի էին գյոզալական ֆայտոնները, պատմության գիրքն ուղարկելու ժամանակները։ Երգիծանքն ու սարկազմը դրսևորվում էին նաեւ այն ժամանակ, երբ ֆայտոն Ալեկը անսարք մեքենա էր տեսնում։ Վարորդը փորձեց նրանցից անցնել, բայց իսկուն կանգնեց ծուխ հարցակելով։ Ավտոն խարաբ է, խնդաց մեխակը։ Ու ֆայտոն նստած, նրանք կապ սասան, բան Երեսայան, ծխով ժաժեգող կալոսն այդպիսի։ Բայց ի վերջո եկան հզոր մեքենաներն ու հերթը տաքսիներինն էր։ Գյումրեցու մարդամոտ ու երբեմն նաև կոպիտ բնավորությունն այդպես էլ սակայն չփոխվեցին։ Այն հումորը, որը ձևավորվում էր ճանապարհին, դա երբեք չփոխվեց։ Մեր բարբառը չակուտ զուգիլից կոպիտ է, վարպետները բարբառով քանդակ են, չիդեր ստեղ տաքսին կռուկ թապով ընպես գասկուդար, որ մինչև լիշ խալաստո քիշներ վարիս։ Ջղեր Խաչիկը, ով հայտնի էր որպես բռնկուն կերպար, Գյումրու ճամփեքին զավեշտալի դեպքերի պակաս չի ունեցել։ Օրինակ այն դեպքում, երբ մի գրեթե կիսամերկ ուղևոր էր նստում տաքսի։ Ասում է քուր ջան, ասում է չես մրսի էլի, այդպես ինչ որ բան, ասում է դու քո ճանապարհին աշե, ինձ մի նայի էլի։ Ասում է չէ, ես բան չեմ ասում, մի ջղայնացի, մի զայրացի, ես ուղղակի մտածում եմ, որ տեղ հասնենք, դու այդ փողը որտեղից ես հանելու տալու։ Ուտմազյանը նստում է Ջղեր Խաչիկի տաքսին, ասում է բարև վարպետ, ասում է բարև պարոն Յոթմազյան, ասում է 1000 անգամ ասել եմ էլի ինչ Յոթմազյան, ես Ուտմազյանն եմ, ասում է դե լավ ինչ քտի մոզ մորտ ես դու տնաշեն տո ինչ տարբերություն մի մազի համար կռիվ ես տալիս։ Ճանապարհին հումորային բանահյուսության կերտողներից մեկի խոսքն ու խորատեն այսօր էլ պատմվում է գյումրեցիների կողմից։ Անեկդոտ պատմեմ։ Հա։ Ջղեր Խաչիկի տաքսին մի հատ կրիկ մարդ կնստի, տեսնի որ տաքսու մեջը ճանճ կա։ Քաղաքացի վարորդ, լուսամդը բացեք ճանճը թռնի, քսե քուր ջան, այդ ճանճի խատրին չկմնիս, ինքը փապախանապ դիշնի։ Հա։ Անելի մեկ քանի ոքի կնստին Երևանից կուկան, կուզեն ջեղերին ծերը առին, նստին կտաքսին, քսե վարպետ մեզի տար չունգլիներ։ Քսե արջկա տեղեք ջան, նստեք տանիքը Մայիսյանի ծառները քիչը ծնեք, քսե այստեղից էլ փեղերով կիրտակ։ Երգիծանքն ու ծիծաղը չի շրջանցել նաև կին վարորդներին։ Նստին զարմանանգը մեկի քսեն հայ, այդ դու ես շոֆերը, քսեմ հայ, ինչ եղե, քսե կարող է տեղ չասնի, քսեմ ես տեղ կհասցնեմ, հետո նոր դուք ձեր շնորհակալությունը կայտեք։ 77-ամյա Տիգրանուհի Գևորգյանը 26 տարի է տաքսի է վարում։ Զավեշտալի է եղել ուղևորների արձագանքը հենց 90-ականներին։ Նստելուց քսեն հոպար ջան, ստեղ տան, հետո գնային վայ, ներողություն, հոպար, ես քսեմ չէ, հոպար չէ, քսե լավ ներողություն, մորկուր ջան։ Հազարավոր ուղևորներ, անթիվ պատմություններ ու նույնքան ժպիտներ, բայց այս բոլոր պատմությունների մեջ մի բան չի փոխվել՝ լավատեսությունը։ Տիկին Տիգրանուհին ասում է, կյանքում ամեն ինչ անցողիկ է, իսկ հումորը լավագույն ուղեկիցը ցանկացած ճանապարհի։ Լավ է շոֆեր եմ քսեմ։ Լավ շոֆեր չէ։ Շատ լավ է։
Դեռևս 2019 թվականից Հայաստանի և Չինաստանի միջև գործող հումանիտար և հասարակական համագործակցությունը դրսևորվել է նաև Ցայք հեռուստաընկերության կողմից չինական ֆիլմերի ցուցադրությամբ։ Հայ-չինական համագործակցությունը նոր զարգացում ստացավ օրերս, երբ Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ ՓԲԸ-ի և Ցայք ՍՊԸ-ի միջև ստորագրվեց նոր փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը միտված է ամրապնդելու արդեն ձևավորված գործընկերությունը և ընդլայնելու համատեղ ծրագրերի շրջանակը մշակույթի, կրթության, մեդիայի, զբոսաշրջության, ներդրումային և հասարակական նախաձեռնությունների ոլորտներում։ Հուշագրի առանցքային նախաձեռնությունը Վարդան Մամիկոնյան հարթակ նախաձեռնությունն է, որի նպատակն է ստեղծել համագործակցության նոր ձևաչափ, միավորելով պետական, հասարակական և մասնագիտական կառույցների ջանքերը։ Նախատեսվում է համատեղ իրականացնել վավերագրական և հեռուստատեսային նախագծեր, կազմակերպել մշակութային միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև խթանել կրթական, գիտական և զբոսաշրջային ծրագրերը։ Մեզ համար տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն։ Մենք պատրաստել ենք հրատարակություն Վարդան Մամիկոնյանի մասին առաջին ամսագիրը չինարեն լեզվով։ Սա մեծ արձագանք է գտել Չինաստանում և բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են դրանով։ Վարդան Մամիկոնյանը չին և հայ ժողովուրդների փառավոր զավակն է։ Այս համատեքստում մենք նախատեսում ենք Ցայք հեռուստաընկերության հետ կազմակերպել մի շարք համատեղ ծրագրեր։ Դրանք ներառում են վավերագրական ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև Վարդան Մամիկոնյանի հետ կապված իրադարձությունների լուսաբանում, մամուլում և հեռուստատեսությամբ։ Վարդան Մամիկոնյանը կամուրջ է Չինաստանի և Հայաստանի միջև, որը նպաստում է երկու երկրների՝ Հայաստանի և Չինաստանի կապերի ամրապնդմանը։ Կարծում եմ այսօր մեզ համար շատ նշանակալի օր է։ Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության հուշագիր, որը նոր սկիզբ դրեց մեր երկարատև համագործակցությանը, որն արդեն շարունակվում է ավելի քան 8 տարի։ Գործընկերության կարևոր ուղղություններից են նաև պաշտոնական և աշխատանքային այցերի, գիտաժողովների ու համաժողովների կազմակերպումը, որոնք միտված են երկու երկրների մասնագիտական և մշակութային կապերի խորացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Վարդան Մամիկոնյանի նվիրված վավերագրական ֆիլմաշարի ստեղծմանը, Վարդան Մամիկոնյան հարթակի հայեցակարգի մշակմանը և Հայաստանի պետական կառույցների ու Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության հետ համագործակցության ընդլայնմանը։ Նոր հուշագրի ստորագրումը մասնակիցները գնահատում են որպես հայ-չինական համագործակցության հերթական կարևոր քայլ։ Ակնկալվում է, որ այն կխթանի համատեղ նախագծերի իրականացումը, կնպաստի երկու երկրների հասարակությունների միջև կապերի խորացմանը և նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության զարգացման համար։ Գայանե Հովհաննիսյան, Ռայել Ազարյան, այսօր։ Մշակույթի տունը համայնքի այն վայրերից է, որտեղ ձևավորվում են հետաքրքրություններն ու բացահայտվում տաղանդները։ Այսօր Ազատամուտի մշակույթի տան երկրորդ հարկը նոր տեսք ունի։ Հայաստան կյանքի երկիր ծրագրի շրջանակում հայկական բարեգործական ընդհանուր միության կամավորները վերանորոգել են շախմատի, կավագործության և ընթերցանության սրահները, ինչպես նաև սենյակներն իրար կապող միջանցքը։ Ազատամուտում մենք վերանորոգել ենք հիմնականում 3 սենյակ, մի հատ միջանցք, մի առաջին սենյակը լինելու է շախմատի սենյակ եւ միջոցառման սենյակ, երկրորդ սենյակ լինելու ընթերցության սենյակ, որ երեխեք կարան այնտեղ հանգիստ կարդան, իսկ երրորդ սենյակ լինելու է գավակորթության սենյակ, իր հadoop փոքր սենյակով, որ այնտեղ այդ վարարանը ընտրվելու է, որ այդ երեխեքի աշխատանք այնտեղ արդեն չորանա եւ ընդհանուր միջանցքը, որ այդ սենյակները իր հետ կապում է։ Հենց համանամերձ տարածքներում եւ համայնքներում կարևոր է sense աշխատանքը, որ թիվ 1 երեխեքը ողջևորվեն եւ իմանան, որ իրենք մոռացված չեն եւ լիքը մարդիկ կան աշխարհում, Սփյուռքում եւ Հայաստանում, որ իրենց մասին մտածում եւ ուզում է իրենց կյանքը բարելավի եւ իհարկե ամենակարևորը, որ երեխեքը ողջևորվեն, մնան իրենց համայնքում, զարգանան, ընտանիքներ կազմեն եւ չլքեն իրենց համայնքներ գնան այլ մեծ քաղաքներ։ Մինչ վերանորոգումը երկրորդ հարկի սրահները անմխիթար վիճակում էին եւ չէին ապահովում երեխաների ստեղծագործական ու կրթական գործունեության համար անհրաժեշտ պայմանները։ Այսօր սակայն շուրջ 120 երեխա, ովքեր հաճախում են մշակույթի տան տարբեր խմբակներ, հնարավորություն ունեն ուսանելու լուսավոր, հարմարավետ ու բարեկարգ միջավայրում։ Ընդհանուր առմամբ վերանորոգվել է մեր մշակույթի տան Ազատամուտի երկրորդ հարկի 3 սենյակներ, շատ բան ու կարևոր սենյակներ են, որոնք տարիներ շարունակ գտնվել են շատ անմխիթար վիճակում, երեխաները դասընթացներ անց էին կացնում վատ պայմաններում։ Հիմա տեսնում եք վերանորոգվել է, շատ շնորհակալ ենք իրանցից իհարկե։ Ընդհանուր 120 եւ ավել երեխա հաճախում է այստեղ, մինչեւ օրս էլ հաճախել են, հիմա էլի հաճախելու են ավելի լավ պայմաններում։ Շատ ուրախ ենք, որ այսօրվանից սկսած մեր երեխաները ավելի լավ պայմաններում են
անցկացնելու իրենց դասերը եւ կրթություն ստանան։ Վերանորոգման աշխատանքներին մասնակցած կամավորները միջանցքում թողել են նաև խորհրդանշական անկյուն, պատին գրելով իրենց անվան առաջին տարրերը, որոնք այսուհետ կպատմեն նրանց նվիրումի ու կատարած աշխատանքի մասին։ Պաշտպան հայրենիաց ծրագրին ամիսներ առաջ միացած տղաները մարզվում պատրաստվում են ատեստավորմանը։ Երամսյա պատրաստության ծրագրի նպատակն է պարտադիր ժամկետային ծառայությունը պայմանագրերով փոխարինած զինծառայողներին փոխանցել ատեստավորման գործընթացին լավագույնս հանդես գալու համար անհրաժեշտ հմտություններն ու ունակությունները։ Պաշտպանության շահը ուզեցել եմ դառնալ միջով ժամկետային ծառայության անցնելը, ավելի շատ գրավեց ծառայության հետ կրթության հետ համատեղելը։ Մինչև ժամկետային պարտադիր զինվորական ծառայության անցնելը արդեն որոշել էի, որ պիտի մասնակցեմ դառնամ պաշտպան հայրենիաց ծրագրի շահառու։ Ծրագիրը ինքը մեր տարիքային տղաների համար մեծ հնարավորություններ է ընձեռում եւ վստահ եմ, որ ցանկացած գիտակից տղա, լինելով 18 տարեկան, թե ընտանիքին, թե հայրենիքին, թե ինքն իրեն, այս ծրագրի շահառու դառնալով կարող է ավելի շատ օգուտ տալ, քան ասենք պարտադիր ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո։ Նախընտրել եմ մոտիկ լինել իմ ընտանիքին եւ հետագայում շարունակել իմ արվեստի երաժշտությունը, պաշտպանում եմ համ իմ համայնքը, համ էլ իմ ընտանիքը։ Պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներին ընձեռվող հնարավորությունները այսքանը չեն։ Զինծառայողը կարող է զուգահեռ ուսանել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ծրագրի բազմաթիվ շահառուներ արդեն օգտվում են այս արտոնությունից։ Ծառայության հետ համատեղում եմ կրթությունը, այս տարի դիմելու եմ Երևանի պետական համալսարան եւ շարունակեմ համ կրթությունս, համ ծառայությունս, որը շատ գովելի է։ Բացի այն, որ այս 5 տարիների ընթացքում կարողանալու եմ ստանալ ֆինանսական բավարարում, նաև կարողանալու եմ ուսումս շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ժամանակ չկորցնելով եւ ժամանակից շուտ ավարտելով իմ բարձրագույն ուսումնական հաստատությունը ու հետագայում արդեն նաև սպայի հերթական առաջին կոչում ստանալով մտադրություն ունեմ ծառայությունը շարունակել։ Կրակադաշտում, մարզահրապարակում, լսարանում տղաները ձգտում են առավելագույնի հասցնել ֆիզիկական, կրակային շարային պատրաստության մասնագիտական կարողությունները։ Գիտակցում են, ատեստավորման քննությունները գերազանց հանձներով կարող են օգտվել ամսական դրամական բավարարման առավելագույն դրույքաչափից։ Երկու ամիսների ընթացքում սովորում են շարային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, կրակային պատրաստություն, մասնագիտական, որոնք ինձ շատ օգուտ են տվել, շատ կարևոր են ատեստավորման համար։ Առաջ պետք է ձողի վրա կատարում եմ 6-հատ ձգում, այժմ այս 10-թասների շնորհիվ կատարում եմ 15-հատ ձգում։ Բավականին օգտակար էր այս 2-3 ամիս այստեղ գտնվելը եւ վստահ եմ առաջիկա քննությունները կհանձնեմ գերազանց արդյունքներով։ Ծրագրի շահառուները վստահ են, քննությունները բարեհաջող կհանձնեն ու կշարունակեն ծառայությունը պայմանագրայինի կարգավիճակում։ Համոզված են, առաջիկա տարիները անցնելու են նույնքան հետաքրքիր ու հագեցած, որքան իրենց զորակոչին հաջորդող ամիսները։ Ինձ շատ դուր է եկել պաշտպան հայրենիաց ծրագիրը, 5 տարիներից հետո ցանկություն եմ եւս շարունակել նույն ծրագրով, ավելացնել պայմանագիրս եւ շարունակել զինված ուժերում։ Ամեն ինչ անելու եմ, որ բարձր ատեստավորվեմ ու վստահ եմ, որ հետագա ծառայությունս էլ անցնելու է շատ լավ։ Հետագա ծառայությանը շատ լավ եմ տրամադրված եւ մտածում եմ շարունակել ծառայությունս եւ դառնալ սպա։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան։ Հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ, տարածաշրջանային անվտանգություն եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցություն այս թեմաներն էին Կապանում անցկացված Հայաստան-Իրան երկօրյա փորձագիտական սեմինարի քննարկման առանցքում։ Հանդիպման վայրը պատահական չէր ընտրվել, Սյունիքի հարավային մայրաքաղաքը Իրանի սահմանին շատ մոտ է, իսկ Հայաստանը շարունակում է մնալ Իրանի ամենահուսալի գործընկերներից մեկը, հատկապես պատերազմի ժամանակաշրջանում։ Այսօր այստեղ, Կապանում, Ապրի Արմենիա հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել ենք Իրան-Հայաստան համագործակցությունը գեոպոլիտիկ եւ գեոէկոնոմիկ զարգացումների ֆոնին խորագրով սեմինարը։ Մեր նպատակն է այս քննարկումների ժամանակ վերլուծել փոփոխվող տարածաշրջանային իրավիճակը եւ այս ամենով պայմանավորված Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացումը։ Երկու երկրների առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները, փորձագետներն ու մասնագետները համախմբվել են գնահատելու համագործակցության ներկա փուլը, նախանշելու զարգացման հեռանկարները եւ մշակելու առաջնահերթությունները, որոնք կարող են նպաստել գործընկերության խորացմանը։
Սյունիքի մարզը թե Հայաստանի եւ թե Իրանի համար շատ նշանակալի դերակատարում ունի։ Եվ այսօրվա մեր հանդիպման հիմնական ուղերձներից է այդ կարևորությունը եւս մեկ անգամ շեշտելը։ Իմ ելույթի առանցքներից է երկու երկրների միջև ցամաքային կապը, Սյունիքով անցնող սահմանը եւ մարզի ներուժի բացահայտումը։ Սեմինարը մասնակիցների համար դարձավ ոչ միայն փորձագիտական մտքերի փոխանակման, այլև տարածաշրջանում առկա մարտահրավերների եւ նոր հնարավորությունների շուրջ բաց երկխոսության հարթակ։ Ինչ են մեր ակնկալիքները, հավաքենք մյուս կողմից տեսանկյունները եւ մտածենք, թե ինչ տեսակ առաջարկներ կարող ենք տալ մայրաքաղաքներին, որ նկատի առնեն, երբ որ կմտածեն Հայաստան-Իրան հարաբերություններուն մասին։ Պետք է ալնայինք, որչափ հարաճացել ենք եւ արդյոք ինչպես որ Բարսիկ կողմը մեզի ասում է, հնարավորություններ ալգան, ոչ միայն խոչընդոտներ պատերազմեն, որ ավելի զարգացնենք մեր հարաբերությունները։ Կազմակերպիչների համոզմամբ նման նախաձեռնությունները նպաստում են տարածաշրջանում կայունության եւ փոխվստահության ամրապնդմանը։ Չէ՞ որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն եւ չնայած երկկողմ դրական մթնոլորտին կողմերը դրանք զարգացնելու ավելի լայն հնարավորություններ են տեսնում տարբեր տնտեսական, անվտանգային, քաղաքական եւ մի շարք այլ ոլորտներում։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Կան գրքեր, որոնք ապրում են մարդկային ճակատագրերով։ Նրանք լքում են իրենց տունը, փրկվում արհավիրքներից, երկրից երկիր գնում ու ի վերջո նորից տուն դառնում։ Մատենադարանի թանգարանում տունդարձի պատմություններ են հնչում։ Ավելի քան 1 դար առաջ Հայոց ցեղասպանության օրերին Վանի Կաճար գյուղի հոգևորականը գաղթի ճանապարհով մեջքին ամուր կապած իր հետ տարավ 1871 թվականի անհայտ հեղինակի բժշկարանը։ Տասնամյակներ անց այս ձեռագիրն ու նաև Ղազար Փարպեցու Հայոց պատմություն հնատիպ գիրքը հայտնվեցին պատմաբան ազգագրագետ Տիգրան Հակոբյանի տանը։ Այսօր նրա այրին Հասմիկ Սիմոնյանը թորների հետ իրագործում է ամուսնու վերջին ցանկությունը՝ գրքերը հանձնել այնտեղ, որտեղ նրանք կապրեն հավերժ։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ ամուսինս բաց էր անում, թերթում էր ու կարծես իր մեջ պայքար էր գնում։ Գիրք, որը ինչ ճանապարհով հասել է մեզ, բայց նաև չեր ուզում, որ հանկարծ մնա, փչանա, ինքը հակասությունների մեջ էր եւ մի անգամ մենք խոսակցություն ունեցանք, ասեցի Տիգրան, որոշի ճակատագիրը էս գրքերի էլի, ինչ պիտի լինի, ասեց կռիվա մեջս Հասմիկ, ես չգիտեմ, մեկ ուզում եմ տամ, մեկ ասում եմ ախր տես պապից եկած իրա, որ կարող են վաղը մեր սերունդները, բայց իհարկե վերջի խոսքը իրենն էր, որ չէ, սատանը չպիտի մնա, պիտի գան էս կաճառում մնան։ Մատյանները տուն են դառնում նաև աշխարհի հայտնի աճուրդներից։ Նախորդ տարի Փարիզում վաճառքի հանված հայկական ձեռագրերից ամենանշանակալին 17-րդ դարի եզակի բժշկական ու կրոնական ժողովածուն ձեռք բերեցին Կերոն հիմնադրամն ու Վուլկո ընկերությունը, որպես գիտական ուսումնասիրության անփոխարինելի աղբյուր։ Սա մեր առաջին նվիրատվությունն է Մաշտոցի անվան մատենադարանին եւ մենք հպարտությամբ նվիրաբերում ենք 17-րդ դարի եզակի ձեռագիր, որը միավորում է կրոնական, քրիստոնեական եւ բժշկական տարբեր հավաքածուներ։ Այդպես հետարքիր խորհուրդ կար գրքից բաժանվելը, բայց դա արեցինք, որտեղ վստահ ենք, որ ապահով ձեռքերում են եւ ուսումնասիրության աղբյուր կհանդիսանան։ Հայկական ձեռագրերն ունեն անհավանական ձգողականություն, որը ստիպում է անգամ օտարերկրացիներին իրենց կյանքը կապել մեր մշակույթի հետ։ Ծագումով մեքսիկացի արվեստաբան Էրին Փինյոնը 18 տարեկանում չգիտեր անգամ Հայաստանի տեղը, բայց մի հանդիպում փոխեց նրա կյանքը։ Գիտական ղեկավարը հայտնի հայագետ Քրիստինա Մարանցին պատմեց Հայաստանի ու հայ մշակույթի մասին։ Էրինն արդեն հայագետ է, ապրում է Լոնդոնում, իսկ Սամուելյան հավաքածուից ձեռք բերված 18-ից 19-րդ դարերի հնատիպ գրքերը սիրով է նվիրում մատենադարանին։
Ուղղակի շատ ենք սիրում հայ պատմություն ու հայ մշակույթը ու մեր կյանքն է։ Կարևոր էր մեզ համար, որ շատ ազատ տեղ է ու շատ ապահով է։ Վերջին 3 տարիներին Մատենադարանը համալրվել է 115 ձեռագրերով։ Այդ նպատակով պետական, մասնավոր ու սեփական միջոցներից ավելի քան 200 միլիոն դրամ է հատկացվել։ Մատենադարանի համար մխիթարության օր է։ Պետական կառույցներ, մասնավոր հատված եւ նվիրատուներ միանում են համահայկական պատասխանատվություն խորհրդանշող այս ընթացքին, բեկոր առ բեկոր ժողովելով մեր ինքնության ցանկոցի մասունքները։ Տարբեր ճակատագրեր կրող ու ճանապարհներ անցած ձեռագրերը հանգրվան են գտնում Մատենադարանում։ Բոլոր նվիրատվությունները մեկ նպատակ ունեն՝ հավաքել ու պահպանել մեր հավաքական հիշողությունը։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան։ Վանաձորի փողոցների հիմնանորոգման նախագիծը Google Maps-ով ու արհեստական բանականությամբ են կազմում։ Այսպիսի հարցադրում է անում քաղաքացին, ով նախագիծը համեմատելով իր բնակության Աճարյան փողոցի հետ արձանագրում է ակնհայտ անհամապատասխանություն։ Հատվածներ կան, որտեղ նախատեսված է միակողմանի մայթ, այն ինչը քաղաքային բնակավայրերում արգելվում է։ Երկրորդը հատվածներ կան, փողոցներ կան, որոնք որ մայթ նախատեսված չի, եւ այս դեպքում իհարկե արժանահավատ չի։ Աճարյանի դեպքում օրինակ, երբ որ կա երկու կողմանի մայթ, փաստացի նախագծում այդ մայթի առկայությունը նախագծում չկար, այսինքն այնտեղ կար ուրեմն ընդհանրապես հատվածներ, որտեղ մեքենայից դուրս գալուց պետք է մտնել, բայց փաստացի երկկողմանի մայթը այդտեղ բացակայում էր ըստ նախագծի, որը տեխնիկական սխալ է եւ այնուամենայնիվ թույլ է տալիս մտածել, որ եթե նախագծողը տեղում աշխատեր, նման խնդիրներ իհարկե չէր գա։ Համայնքի հավաքանու կայացրած որոշման հիման վրա բոլոր այն ճանապարհների համար, որոնք պետք է վերակառուցվեն, համայնքը պատվիրում է նախագծման աշխատանքներ։ Դրանց շրջանակներում գնահատվում է ճանապարհների վիճակը, նշվում են կարիքները, կազմվում է տեխնիկական նկարագիր։ Ճանապարհների իրական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ մասնագիտությամբ էկոլոգ Գևորգ Քոթանջյանի լուրջ կասկածները հիմնավորվում են իր դիտարկումներով, որոնք ցույց են տվել, որ նախագծողները սահմանված ընթացակարգով տեղում չեն իրականացրել տեղանքի զննություն եւ հաշվի չեն առել Վանաձորի բարդ ռելիեֆի առանձնահատկությունները։ Մի ամիս, 2 ամիս առաջ։ Ամեն տարի ասում են ու չափադրում են ու ոչ մի բան չի։ Սարքեր բաներ վերել են։ Չէ։ Բա ոնց է հասկացել, որ չափադրում են։ Հանեն ծափարապետներ կա, դնում են նկարում են։ Անձամբ ես տերն եմ։ Բան մայթերը բաներով նայում են էլ ինչ որ բան կար ձեռներին։ Ինձ համար տարօրինակ էր, բայց 7 փաթեթներից որևիցե մեկի մեջ արկա չէր արկա վիճակի լուսանկար, այսինքն դա առաջին պայմանն է, որ ապացուցող, որ այդ փողոցում աշխատանք իրականացվել է։ Ըստ պայմանագրի նախագծողը պարտավոր էր 330 մետր մեկ իրականացնել հորատման աշխատանք, նամանավանդ նստվածքային գոտիներում, օրինակ սա նստվածքային գոտի է։ Նվազագույնը 2 մետր խորությամբ, ինչի համար է սա արվում, որպեսզի կարողանան հայտնաբերել գրունտի հետ առկա բոլոր խնդիրները։ Երկրաբանական ու երկրաչափական հետազոտությունների ընթացքում նստվածքային գոտում ըստ պայմանագրի անհրաժեշտ էր իրականացնել հորատում, պարզելու գրունտի, հողային շերտի բաղադրությունը, քանի որ կախված այն հանգամանքից, թե օրինակ բազալտ, թե սալային քարեր են ներքևում, կավ, ավազ, թե այլ բան, նախագծողը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի հետագա ռիսկերը, սողանքի առաջացումը, ստորգետնյա ջրերի հոսքի պատճառով, ճաքերի եւ նստվածքների առաջացումը կանխելու ուղղությամբ։ Հիմնականում ճահճային հիմքի վրա լիցքով կառուցված այս փողոցների ջրահեռացումը եւս պակաս կարևորներից չէ։ Հիմա փաստացի Սունդիկյան փողոցն է, որտեղ մենք արձանագրեցինք այս ամբողջ հատվածով մենակ մի հորատում, որ ակնհայտ 2 մետրի չէր հասնում, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ նստվածքային գոտին շատ է։ Կապալարուն գեոքարտ ՍՊԸ-ն է, պայմանագրերի ընդհանուր արժեքը 30 միլիոն դրամ է։ Ծրագրի կազմման համար ըստ պայմանագրի տրված է եղել 20 օր, ապա ժամկետը երկարաձգվել է եւս 30 օրով, ինչից հետո նախագծային 7 փաթեթները պետք է անսխալ հանձնվեին քաղաքապետարանին, մինչդեռ դրանցից ոչ բոլորն են ավարտուն, նկատում է Գևորգ Քոթանջյանը։
Ծրագրերը պետք է ուղարկվեն արդյունքների գնահատման, անկախ փորձագետների կողմից պետք է տրվի դրական եզրակացություն, ապա ներկայացվի կառավարություն։ Խնդիրների եւ թերությունների հայտնաբերման դեպքում նախագծի վերանայման համար կպահանջվի եւս մի քանի ամիս։ Պատճառը ըստ նրա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքն է ու վերահսկողության բացակայությունը։ Պրոցեսը, եթե արվեր մասնագետներով եւ գրագետ, գուցե տևար ընդամենը 1-1.5 ամիս եւ ամռան սկզբին արդեն այս ամբողջը ընթացքի մեջ լիներ։ Բայց պետք է խոսենք նաեւ համայնքապետարանի աշխատակազմի որակի մասին եւ այդ որակը երբ որ մենք նայում ենք, բնական է որ ամեն ինչ պետք է լինի շատ դանդաղ կամ չլինի։ Առնվազն եթե լինող լիներ, նախորդ տարի տարեկան աշխատանքային պլանի աշխատանքի մոտ 80%-ը չէր տեղափոխվի այս տարի կամ չէր նշվի, որ կատարված չէ։ Վերահսկողության առաջին ֆունկցիան պետք է լինի մարզպետարանի կողմից, չմոռանանք նաև, որ անձամբ այդ ծրագրերի բոլորը խոստումը տվել է Լոռու մարզպետը եւ ոչ ուրիշը, բայց միևնույն ժամանակ այդ աշխատանքների դանդաղեցման կամ իրականացման համար մենք փնտրում ենք այլ մեղավորներ։ Գիշեք վերջի անգամ ասֆալտապատում երբ արվել։ Երբ կես ցարս կենթանի էր, ինքն էլ էր ասֆալտի վրա աշխատում, 30 տարուց ավել է չենք տեսել էլ ասֆալտ։ Մեր թվարկությունից առաջ սովետի ժամանակ են սարքի։ Թաղամասի բնակիչներից տիկին Նինայի խոսքով բակի որոշ հատվածներ մարդիկ սեփական միջոցներով են բարեկարգել։ Փողոցի նորոգման համար այս տարվա ապրիլին էլ կոլեկտիվ դիմում են ուղղել քաղաքապետարան, պատասխան չեն ստացել, իսկ ջրափոսերը օրեցօր ավելի են մեծանում։ Ջուրը քաշեցին նորքից, ու ասեցինք բերենք սարքենք, տենց էլ մնաց մինչև հիմա։ Մի տարի շիբին բերեցին, լցրեցին, իբր թե ասֆալտ պետք է անեն ու տենց էլ չեղավ։ Դիմել ենք, ասել ենք, քան կսարքենք, ու տենց էլ մնում է, միջև օրս։ Չեն գալի, տաքսիները չեն գալի, որ ասում ենք Սունդուկյան 61 չեն գալի, ասում քան դված է, կանք ինչ անենք, ավտոն ջարդում ենք։ Շատ վաղ չեն գալի։ Երթուղային աշխատում է այս կողմը։ Չէ, դա շուտ համարն աշխատում, մենակ էդ։ Այն, որ իրենց եւ հարակից մյուս փողոցները ներառվել են սուբվենցիոն ծրագրում, բնակիչները մեզնից են իմանում, հուսով են, որ վերջապես մի օր իրենք էլ բարեկարգ փողոց կունենան։ Հույսով ապրում ենք, ինչ անենք։ Սարքեն էլի մի օր կսարքեն։ Նախագծերում այսպիսի լուրջ թերացումները ժամանակին չլրացնելու դեպքում թիմ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանի կանխատեսմամբ Վանաձորի շուրջ 40 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերի իրագործումը կարող է այս տարի չկայանալ կամ արժանանալ դեռևս նախորդ տարի խոստացված եւ ավարտին չհասցված բակերի բարեկարգման ծրագրերի ճակատագրին, ձգձգվել ու տեղափոխվել հաջորդ տարվա։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան։